Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News-ի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մեր տաղավարում է Հայաստանի Թատերական գործիչների միության փոխնախագահ Սոնա Մելոյանը, Տիկի Մելոյան, շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ եկել եք մեր տաղավար։ Գիտեմ, որ բոլորովին վերջերս կարևորագույն իրադարձություն է տեղի ունեցել թատերական կյանքում, որի համար շնորհավորում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Այո, տեղի ունեցավ Արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությունը, արդեն հայտնի դարձան մրցանակակիրները եւ այսօր մենք խոսենք այդ երևույթի մասին, ինձ համար շատ ուրախալի եւ նշանակալից այդ երևույթի, այդ մրցանակաբաշխության մասին։ Տիկին Մելոյան, ինչ կարծիքի եք բոլոր դեպքերում այս տարվա մրցանակաբաշխությունը ըստ իս թույլ տամ նաև իմ տեսակետը արտահայտել բավականին անհամեմատ ավելի լավ մի տեսակ բարոյահոգեբանական մթնոլորտում էր տեղի ունենում եւ մի տեսակ ոնց որ համերաշխություններ ավելի շատ թատերական գործիչների միության անդամների միջև ուրախ տրամադրություններ ավելի շատ եւ նաև դրական կարծիքներն էին ավելի շատ, դրա համար ես պիտի ինձ թույլ տամ այս եթերը շատ ավելի շատ դրական երանգներով ուղղորդել, որովհետև իրոք որ ես ինքս շատ լավ տպավորություն ստացա եւ նաև հետևելով ընդհանրապես թատերական կյանքին, թատերական իրադարձություններին, կարծում եմ, որ արժանավորները արժանացան մրցանակների։ Հուսանք։ Եվ գոնե մինչ այս պահը ես չգիտեմ, որ ինչ որ բողոքարկումներ են եղել, որ ինչ որ շրջանակներ բողոքել են, որ ասենք ինչ որ անարժաններ մրցանակներ են ստացել եւ այլն։ Ձեր կարծիքը, ձեր տեսակետը այս մրցանակաբաշխության մասին։ Ինչով է այս մրցանակաբաշխությունը տարբերվում նախորդ մրցանակաբաշխություններից, հետո մի քիչ կանդրադառնանք նաեւ անցյալին։ Ինչպես սկսվեց այս ամենը։ Անկեղծ ասեմ, ես հույս ունեմ, որ մրցանակաբաշխությունը դեռ կտարբերվի, որովհետև ժամանակը ցույց է տալիս, որ հայ թատրոնը դուք եք երևի նկատել շատ երիտասարդացել է, եւ օրինակ արդեն որ 3 տարին է, ես շատ ծանր եմ տանում այն փաստը, որ մտնում ես դահլիճ եւ նորից հիշում ես, որ չկա այլևս Երվանդ Ղազանչյանը, Վահե Շահվերդյանը, Ալեքսանդր Գրիգորյանը եւ շատ ուրիշ մարդիկ, որոնք շատ երկար ծառայել են մեր թատրոնի դեմքն են եղել եւ կարծում եմ, որ այս տարվա ինչպես դուք ասում եք մթնոլորտ, ընդհանրապես մթնոլորտը ստեղծում են երիտասարդները, որոնք կարծում եմ դահլիճի 80%-ն էին կազմում եւ գիտեք այդ մշակույթը ինքը մի օրում չի ծնվում։ Ես շատ լավ հիշում եմ առաջի արտավազդները, երբ որ մեկը ստանում էր, մնացած նոմինացվածները դուր դղկացնում եւ դուրս էին գալիս եւ դա համարվում էր նորմա։ Հիմա իհարկե շատ բան է փոխվել, ես կարծում եմ շատ ճիշտ եղավ, որ արտավազդը սկսեց 2 փուլով անցնել։ Առաջ մենք ունեինք հանձնաժողով, որը նայում էր ամբողջ ներկայացված ներկայացումները։ Թատրոնները ներկայացնում էին եւ այդ հանձնաժողովը նայում էր։ Անցած տարվանից մենք այդ ձևաչափը փոխեցինք, մենք հիմա ունենք առաջի հանձնաժողով ընտրողներ, որոնք նայում են ներկայացումները եւ թողնում են մի 55-60 ներկայացումից, մոտ 25 ներկայացումից կազմված ցանկ, որը երկրորդ փուլով արդեն դիտում է հանձնաժողովը։ Դիտարկումը, այսպես ասած, ընտրությունը կատարվում է 2 փուլով, այսինքն ավելի մանրակրկիտ, ավելի դետալացված։ Այո, ավելի դետալացված եւ այս դեպքում մենք նաեւ թատրոնների ղեկավարներին ազատում ենք ինչ-որ ներքին խնդիրներից, որտեղ երբ որ թատրոնն է առաջադրում, դա ամեն դերասան գալիս ասում է ինչու նա առաջադրված չի, ես չէ։ Եվ իրանք ամեն օր իրար երես պիտի տեսնեն, իսկ այստեղ գալիս է էքսպերտը դիտում ասում է, սա այո, սա ոչ, այդպես։ Կարծում եմ, որ սուբյեկտիվիզմը այս դեպքում ավելի քիչ կլինի։ Գիտեք, ինչ կարծիք եք, թե բոլոր դեպքերում արվեստային բանա, որ սուբյեկտիվիզմը այստեղ ավելի շատ է, քան եթե դա իսկապես ինչ-որ ասում են արվեստը սպորտ չէ, այդտեղ պարզական թռայր դու այդ 3 մետր, չգիտեմ, քանի սանտիմետրը կամ ոչ։ Այստեղ բոլոր դեպքերում կա ինչ-որ սուբյեկտիվ պահ, ինչ-որ էմոցիաներ, պատկերացումներ, բայց նաև ես կարծում եմ, որ մենք այս տարի շատ լավ կազմ ունեինք հանձնաժողովի, մարդիկ, որոնք Ժիրայրը Դադասյան, ամբիոնի վարիչ, թատրոնի ղեկավար, որը
շատ լինում բան հյուրախաղերով եւ շատ բանա տեսնում երկրում Արթուրը Ղուկասյան հայֆեստի ղեկավարը Վահանը Բադալյան, մարդիկ, որոնք շատ հստակ, Սուսաննա Ամբրիկյան եւ Հասմիկը Ծատուրյան շատ լավ թատերագետներ, մարդիկ, որոնք շատ հստակ պատկերացումներ ունեն ժամանակակից թատրոնի համար, դա կարևոր է, որովհետեւ այդ գնահատականներն են ինչ որ ժամանակակից չափորոշիչներ բերում, որովհետեւ ի վերջո շատ է փոխվել թատրոնի դեմքը այսօր, այդ թվում հայ թատրոնի Գոր Մարգարյանը այո փայլատակեց կարելի ասել եւ իմ կարծիքով արժանի ընտրություններ նրա հաղթանակը արժանի հաղթանակ է մեզ համարում բոլոր դեպքերում երկու հաղթանակներ այո արժանի հաղթանակներ էին եւ կարծում եմ թատերական հայ թատերական աշխարհը նրա հետ բավականին մեծ հույսեր է կապելու նաեւ հետ այսու Այսինքն ամենամյա մրցանակաբաշխությունը Գոր Մարգարյանի արչև նաև այդ մրցանակներով նոր հորիզոններ հարթեց, կարելի ասել եւ դարձյալ կարծես թե վիճաբանություն չեղավ, որովհետեւ Գոր Մարգարյանի տաղանդը թույլ տամ ասել անհերքելի տաղանդ է։ Իհարկե տաղանդավոր մարդ, ինչպես ասում են տաշած քարը երբեք գետնին չի մնա, այդ ամեն ինչ մենք հասկանում ենք, բայց բոլոր դեպքերում այս ամենը իրոք կարևոր է եւ Այստեղ էլ ասեմ, որ վերջի տարիներին 3-4 տարի է արտավազդը նաև դարձավ ինչ որ ֆինանսավորման առումով չգիտեմ, եթե հյուրախաղեր կան եւ ինչ որ հարցեր կա հստակ նախարարությունը, քաղաքապետարանը, եթե իր թատրոնների մասին է խոսքը գնում, այն որ ներկայացումը ստացել է ենթադրենք 4-5 նոմինացիա արտավազդ, դա շատ հարց է սկսել լուծել հեղինակությունը մրցանակի իրոք տարեցտարի բարձրանում է, ինչ վերաբերվում է Գորին եւ էլի կարող են կանոններ թվարկել, ես ընդհանրապես շատ ուրախ եմ, որ այդ սերունդը, որին դեռ 6-7 տարի առաջ անվանում են երիտասարդ եւ այլևս երիտասարդել չեն այդպիսի, այսպես միջին տարիքի հրաշալի վարպետներ են դարել, չգիտեմ, Գորը, Նարինեն Գրիգորյան, Սուրենը Շահվերդյան, Գրիգորը Խաչատրյան, ռեժիսուրայի առումով իհարկե շատ մեծ փոփոխություն ունեցավ եւ այն որ այդ սերունդը հնարավորություն է ունեցել երկրից շատ դուրս գալ, շատ բան տեսնել, ի վերջո ինտերնետի առկայությունը եւ որ այսպես թե այնպես դու ինչ որ պատկերացումներ ես ունենում, այդ ամենը շատ կարեւոր է, ինչ վերաբերվում է Գորին, ես չեմ կասկածում, որ որևէ առարկություն դա չէր կարող ունենալ, որովհետեւ թե նրա աշտարակի թատրոնում արված 42-24 ներկայացումը բոլորին խորհուրդ կտամ դիտել, դա Արտուր Միլլերի դա տեղի ունեցել Վիշի պիեսն է, հոլոկոստի մասին է եւ այն կապերը, որը Գորը ստեղծել է այդ ժամանակվա մեջ, այսօրվա օրվա մեջ եւ եթե հաշվի առնենք, որ այդ ներկայացումը ի սկզբանե դիպլոմային աշխատանք է թատերական ինստիտուտի ուսանողների, ոնց է աշխատել այդ երեխաների հետ եւ Արթուրը Ղուկասյանի դեպ հայֆեստի ժամանակ բերել էր արտասահմանից շատ լուրջ մասնագետներ, իրանք ցնցված էին եւ Արթուրը հետո անդադ ասում էր, ես երբեք չէի սպասում, որ հայֆեստի ամենալավ ներկայացումը ի վերջո կճանաչվի Սենց փաստով դա կոնկուրսային խնդիր չի 42-24-ը եւ ռուսական թատրոնի իր արած աշխատանքը այդ յաման ուղղակի շատ լուրջ ռուսական թատրոնը Տիկին Մելոյան լավ տեղի եկակ էլի մնում է իր բարձրության վրա Ստանիսլավսկու անվան ռուսական որակը ինչպես ասենք ժամանակին լսում էի որպես այսպես միջին սերունդ ասենք խորհրդային տարիների այս որակի մասին նրա հիանալի ներկայացումների մասին Ալեքսանդր Սամսոնիչի տաղանդի մասին, որ բացառիկ տաղանդ էր, նաև առիթ եմ ունեցել նա այն ժամանակ ուսանել թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ինքը մեր նաև ընդունող հանձնաժողովի նախագահն է եղել, հպարտորեն եմ հիշում, էլ այսպես լույսերի մեջ եմ հիշում այդ գեղեցիկ տարիները, եւ այդ թատրոնը շատ ուրախալի է, որ նաև ձեր միության աշխատանքի այսպես գործում մասնակցությամբ, թույլ տամ ասել, պահպանում է եւ զարգացնում է իր որակական հատկանիշները, ինչ կարծիքի եք։
անշուշտ եւ այստեղ բրավո թե Մարիաննա Մխիթարյանին նախորդ տնօրենին, թե հիմա Սուրեն Շահվերդյանին, որ անընդհատ աշխատում են լավագույն ռեժիսորներին հրավիրել, երիտասարդ ռեժիսորներին հրավիրել այնտեղ եւ մեծ բեմում եւ փոքր բեմում անընդհատ ինչ որ հետաքրքիր էքսպերիմենտալ նույնիսկ process-ներ են տեղի ունենում եւ իհարկե դա շատ ողջունելի է։ Ուղղակի այս տարի ես ինձ թույլ տամ ասել, մի քիչ ինչպես ես ասում եի, տոնածառային դուրս եկավ արտավազդը, որովհետև կային ինչ-որ ներկայացումներ, որոնք այնպես միանշանակ լավն էին, ենթադրենք նույն Յաման, նույն Պենելոպան, համազգային թատրոնի, որը նույնպես միշտ պահում է իր պլանկան եւ կարծում եմ ոչ մեկ չի նեղանա, այդպիսի թատերախումբ, որ ինչպիսին ունի համազգային, ուղղակի այսօր ոչ մի Հայաստանի թատրոն չունի, դա այսպես վարպետ տարբեր սերունդների վարպետների մի բույր, այսպես ասենք, ես շատ ուրախ եմ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի համար, որովհետև այս ռոտացիան ղեկավարության եւ շատ ակտիվ Տաթև Մելքոնյանի աշխատանքը ի վերջո բերեց ինչ որ շատ կարևոր փոփոխությունների եւ բացի նրանից որ հրաշալի ներկայացում այդ եթե դու մեռնես, որով երկու Տաթևներն էլ մրցանակ ստացան, նաեւ տեսեք Գյումրու հետ կոլաբորացիան, որովհետեւ Ֆիլոմենա Մարտուրանով, որի համար Տաթև Մելքոնյանը ստացավ Մետաքսիա Սիմոնյանի անվան այդ հատուկ մրցանակը, արել է Լուդվիկը Հարությունյան, Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավարը եւ այնտեղ նաեւ աշխատում է Տիգրանը Գաբոյան, պարտնյորը Տատայի, որը նույնպես հրաշալի աշխատանք է, անկախ արտավազդը մեկն է, դերասանները մի քանիսը, բայց դա շատ արժանի աշխատանք է եւ այդ կոլաբորացիաները շատ կարեւոր են այսօր, որոնք փառք Աստծո տեղի են ունենում։ Իդեպ ես Տաթև Մելքոնյանի մասին շատ լավ կարծիք ունեմ որպես նաև դերասանուհի, որտեղ առիթ եմ ունեցել մի ֆիլմում աշխատել, Չեսոկ Գոտի ֆիլմում աշխատել, զգացել եմ նրա դերասանական յուրահատուկ տաղանդը։ Շատ հետաքրքիր է եւ շատ ուրախ եմ, որ այսօր նա այդպիսի պատասխանատու դիրքում է։ Այո։ Շատ ուրախալի բան իմացա Արցախի թատրոնի պահով։ Այո։ Այո։ Աստորեն շատ գովելի գործ է կանում, շատ հրաշալի գործ է կանում, որ այսպես ասած Արցախի թատրոնի, այսպես ասած հովանավորչությունը մի զգալի չափով վերցրել եք ձեր վրա։ Իհարկե նրանք ունեն իդեմս այդ դիալոգ կազմակերպության, չէ՞, նաև ֆինանսավորողներ գործում, նաև, բայց երևի թե ձեր շնորհիվ են գտել այդ դիալոգ կազմակերպությունը, կապակցող օղակը դուք եք։ Ես ասեմ, ծանոթ եմ դիալոգ ղեկավարին Յուրի Նավոյանին, ինքը ընդհանրապես, որովհետև ինքը նաև Արցախի ջազ օրկեստրն է նույն կերպ վերականգնել եւ այլն, ինքը միշտ աշխատում է շատ պրոֆեսիոնալ ձևով այդ ամենը անել։ Ինքը եկավ դիմեց Հակոբին, բնականաբար Ղազանչյանը գրկաբաց ընդունեց այդ առաջարկը, այդ առաջին ներկայացումը, որով իրանք հանդես եկան, փորձերը արվել են թատերական միությունում, բնականաբար առանց որևէ վճարի եւ այլն, եւ նաեւ երևի դա տեղյակ չեք, դիալոգը նաեւ հովանավորեց, որ Գալանովենց դպրոցում, որը պետական սերտիֆիկատ է ստացել, շատ լավ արտ դպրոց է, Ղազանչյանը բացեց հատուկ կուրս Արցախի, այսպես ասած, արցախյան կուրս։ Դա մի 15-16 երիտասարդ են, որպեսզի թատրոնը ունենա դերասանների հետո ռոտացիա եւ նոր ուժեր թատերախմբի մեջ մտնեն եւ այլն, դա եւս շատ կարեւոր է։ Սա մի այսպես մի ակցիա չի, որ ասես մի ներկայացում կազմակերպեցին, խաղացին, հիմա իրանք որքան գիտեմ Մուրացյանի Ռուզանն են փորձում, մանկական ներկայացում են փորձում, Ռուզան է փորձում, այնպես որ իհարկե դա շատ կարևոր է, որ այդ մշակույթը պահպանվի, այդ ավանդույթը պահպանվի, որտեղ իրոք դա շատ պատմություն ունեցող, մինչև այդ իդեպ ասեմ Ստեփանակերտի թատրոնի գրական մասի վարիչը մեծ այսպես գիրք ալբոմ էր արել, որը
ուղղակի sense պատերազմից 3 օր առաջ պիտի լույս տեսներ եւ չէին հասցրել, բայց այդ կինը կարողացել էր բերել իր հետ այդ ամբողջ շարվածքը եւ Հակոբի շնորհիվ գտնվեց սպոնսոր եւ այդ մեծ նախանցած տարի արվեց դրա պրեզենտացիան, այսպես շատ մեծ գիրք ալբոմ, որը ներկայացնում է Ստեփանակերտի թատրոնի ողջ անցած ճանապարհը, շատ լուրջ աշխատությունը եւ շատ այսպես հիշողություն պահպանող, այնպես բծախնդիր աշխատած, դա շատ զիլ բան էր, որ 3 տարի այդ չէ թատերախումբը ըստ էության Արցախի թատերախումբը մեր հայրենազուրկ հայրենակիցների թատրոնը փաստորեն դեգերումների մեջ էր եւ վերջապես կարողացան գտնել իրենց այսպես տանիքը եւ հիմա փորձեր են անում, այ դուք շատ ուրախալի բան ասեցիք, փորձում են ոչ ավել ոչ պակաս մուրացյալների դա այնպես մի թերապիայի պես բան է, որտեղ մենք բոլորս հասկանում ենք մարդկանց հոգեվիճակը եւ շատ կարեւորագույն բան է վերագտնելու իրենց շատ կարևոր բաներ։ Այո, ես գիտեի մինչև այդ շատ բարդ process-ների մեջ էին դերասաններից ոմանց այդ շփումներ եմ ունեցել անգամ, այդպես իմ օգնությունն ու պատրաստակամությունն եմ փորձել բերել, բայց բոլորը մի տեսակ հիասթափված վիճակում էին եւ հիմա ուրախ եմ, որ այդպես ուղղակի սիրտս ուրախությամբ եւ ապրել Ռուզանը նաղինք շատ տաղանդավոր մարդ է, հետո այնպես կարողանում է բոլորին հավաքել ճիշտ ինչ որ հետո գրականության ընտրությունը ինչ ենք բեմադրում, բան շատ լուրջ է վերաբերվում այդ ամեն ինչին եւ կեցե ինքը հույս ունենք, որ իրոք դա ինչ որ sense վերածնունդ կլինի, Նավոյանն էլ իր կողմից խոստանում է, որ ինչ որ փառատոնների կուղարկի ներկայացումները եւ այլն, ինչ որ մարդկանց շունչ կբացվի, այսպես ասած։ Բոլոր անվանակարգերում, այսպես ասած, մրցանակակիրների պահով դուք ձեր կարծիքով այսպես ձեզ գոհացրեց այդ ամենը, որ մրցանակակիրները իրոք ըստ արժանվույն ստացան իրենց մրցանակը, բոլոր եթե վերցնես անվանակարգերում, ըստ ձեզ, որպես թատերական գործիչ։ Այո, միանշանակ։ Նու ենթադրենք կային ինչ որ մի երկու անվանակարգ, որտեղ ես մտածում թեև այնպես չի որ ասես վայ վատ աշխատանք ստացավ, բայց գուցե ինձ զուտ թեկուզ էմոցիոնալ մակարդակով ինչ որ բաներ ավելի շատ էին դուր գալիս, երկու նոմինացիա ոչ ավել, բայց ես էլի կրկնում եմ, սա շատ արժանի ու շատ այն ինչ որ ունեինք, ուղղակի զարմանալիորեն այս տարի այդպես էր, սենց կար մի հատ շատ ցցուն վառ աշխատանք եւ տենց բացի ես կարծում եմ տղամարդ դերասան նոմինացիայից, որտեղ ուղղակի 4-ին էլ կարելի արտավազդար, մեկը մեկից փայլուն աշխատանքներ էին եւ բոլորը վարպետներ էին, այո, մրցանակը մեկն էր, այս տարի ինձ կոնկուրենցիան այդպես չէր մրցակցությունը, որովհետեւ կային, չգիտեմ, դա լավ է թե վատ է, շատ փայլուն աշխատանքներ, որոնք սենց շատ էին աչքին գնում եւ կարծում եմ նաեւ դահլիճի բրավոներից հասկացաք, որ ոչ մեկի մեջ դա տարակուսանք կամ ինչ-որ բան չէր առաջացնում։ Տարակուսանք չկար, հակամարտություն չկար եւ դա իրոք որ ինձ ուրախացել։ Տիկին Մելոյան դրամատուրգիայի նոմինացիայում հաղթող չճանաչվեց։ Այո, ինչպես դա տեղի ունի, ինչու դա տեղի ունեցավ, ինչու դա այդպես եղավ։ Գիտեք, ցավոք սրտի նույնիսկ 3 ձայն ոչ 4 պիեսեր, եթե չեմ սխալվում, ոչ մեկ չէր հավաքել, որովհետեւ այդ դեպքում ես կարող եմ զանգել Ղազանչյանին եւ հարցնել Հակոբ դուք տաս քո ձայնը, որ հաղթող լինի, եւ դրամատուրգներից մեկը շատ վիրավորված ասեց, եթե այդպես է, ուրեմն շատ ոչ կոմպետենտ ժյուրի էր, ես հասկանում եմ ամեն մարդ երևի ուրիշ ձև չի կարող ստեղծագործել եւ բոլոր դեպքերում ներողություն եմ խնդրում այդ դրամատուրգներից, որովհետեւ չհայտարարվեց, որ նոմինացիան կար եւ չի տրվել, քանի որ մենք ամսի 27-ի առավոտյան ենք որոշումը կայացնում եւ քվեարկությունը այդպես է անցնում, ոնց որ պիտի երևի վարողներին ասենք, որ այստեղ բան լինի, խառնվեցինք, չեղավ, եւս մեկ անգամ ներողություն եմ խնդրում, բայց այդպես թե այնպես կյանք ցույց է տալիս, որ մենք ունենք դրամատուրգիայի խնդիր եւ դա միակ նոմինացիան է, որը ամենամյա չի, 2 տարին մեկ ենք հայտարարում եւ նորից այս տարի հաղթող չեղավ, թեև ես ասում եմ Տիկին Խոդիկյանը արդեն քանի տարի դրամատուրգիա հանդեսն է ընծայում եւ
ոնց որ տեղ կա եւ թատրոնների հետ աշխատելու շատ հնարավորություններ կան, բայց ես նույնիսկ ասեմ, որ վերջերս արդեն երրորդ ներկայացումն եմ ֆիքսում, որ երիտասարդ ռեժիսորները իրանք են տեքստը գրել եւ իրանք բեմադրում են եւ երբ որ ասում ես բայց ի վերջո չի կարելի ամեն ինչում լինել մասնագիտացված, իրանք ասում են ոչ մենք ինչ որ ասելիք ունենք եւ շատ արդիական, շատ այսօրվա Հայաստանի հետ կապված եւ մենք չենք գտնում այդ պիեսը, իսկ մենք ուզում ենք այսինչ բանի մասին խոսել։ Որպես գրական մարդ, որպես թատրոնի մարդ, ինչու՞մն է խնդիրը, ինչու այսօր լայն իմաստով այսպես դրամատուրգիայի ժանրը մի տեսակ կաղում է, այդ ինչի, օրինակ ժամանակին հրաշալի դրամատուրգներ կային, որոնք ժամանակին համահունչ թույլ տամ ինձ ասելու պիեսներ էին գրում, այդ պիեսները մեծ տարածում էին ունենում, բեմադրվում էին զանազան թատրոններում։ Հիմա մի տեսակ այդ աժիոտաժը չկա, հա, այդ ամեն ինչը չկա, մատնոլորտը չկա։ Բոլորը շատ դրամատ այդ առումով բեմադրվել են կոմեդիաները, մենք ունեինք, հա, բայց մեծ հաշվով ես, այո, չգիտեմ, Արամաշոտ Պապայան եւ այլն, բայց ես 30 տարի զբաղվում եմ թատրոնում եւ 30 տարի լսում եմ, որ մենք ունենք դրամատուրգիայի խնդիր եւ օրինակ կա այդպես երիտասարդ թատերական գործիչների ֆորում, որը Մոսկվայի կոնֆեդերացիան 3 տարին մեկ անցկացնում է, եւ ես ամեն անգամ համոզվում եմ, որ եթե մնացած դա ԱՊՀ-ի երկրների մեջ է, երկրները ուղարկում են 3-4 պիես, մենք խնդիր ունենք 2 ուղարկելու։ Դա մինչև 35 տարեկան հեղինակների մասին է խոսքը, եւ նաեւ այստեղ մի շեղվեմ զուտ դրամատուրգիայից, մի բան եմ նկատել, երբ որ նայում ես մեր ռեժիսորները երիտասարդ շատ քիչ են անդրադառնում ինչ որ այսօրվա խնդիրներին։ Այո, մենք միշտ գնում ենք այդ նույն ֆորումում, այդպիսի տարի չի եղել, որ Հայաստանը մրցանակ չստանա, բայց դա միշտ եղել են կամ դասական գործեր, կամ ինչ որ նայում ես ուրիշ երկրները, իրանք բերում են սենց այսօրվա իրանց խնդիրները, երիտասարդ ռեժիսորները ուզում են դրա մասին խոսել, դա նույնիսկ քաղաքական բնույթ ունենալ, անկախ ներկայացման որակից դու հասկանում ես, որ իրանք դա իրանց համար շատ կարևոր է նման արտահայտությունները, մեր թատրոնի ավանդույթը մի տեսակ ուրիշ է, ասենք ավելի Երևի ֆիլմ արտադրությունում էլ է, չէ, եթե գանք ֆիլմ արտադրություն, կարծես թե այսօրվա շունչը, ոգին, այսօրվա մտահոգությունները կրող գործեր առանձնապես չկան։ Ասենք որ նայում ենք, հետևում ենք, երևի թե ժամանակի հիվանդություն է, ժամանակին ինչքան ես հասցրել եմ ուսումնասիրել այդ նույն Արամաշոտ Պապայանը, Ժորը Հարությունյանը, պիեսներ էին գրում, որ մարդիկ սիրում էին, մարդիկ ապրում էին այդ ամեն ինչով, որովհետև դա տարիներով խաղացանկերում խաղացանկից էր, դա իրենց սրտից էր խոսում, իրենց ինչ որ կյանքի իրականության արտացոլանք էին տեսնում, իսկ արվեստը ինչ է, եթե ոչ չէ, կյանքի իրականության արտացոլանքը, իրականության հավաքական պատկերը։ Գյումրիի թատրոնն էլ եւ Վանաձորի թատրոնն էլ կարծես թե իրենց բարձրության վրա էին, ինչպես նայեցի, ինչպես հետևեցի։ Դե ես այս դեպքում թույլ տվեք ասեմ, չեմ կարող նույն ժայռ վրա դնել Գյումրու եւ Վանաձորի թատրոնը, որովհետեւ Գյումրու թատրոնը վերջի տարիներին ուղղակի ակնհայտ լիդերն է, եթե 4-5 թատրոնի անուն տաս Գյումրու թատրոնը անպայման կլինի մեջը եւ մի տարի ընդհանրենք ընկած Բերդի իշխանուհին ստանում է գլխավոր մրցանակը արտավաս լավագույն ներկայացում կամ այս տարի այդպես չէր, բայց բոլոր դեպքերում Գյումրու թատրոնը դա շատ պլանկայով թատրոն է։ Վանաձորի թատրոնը իհարկե Վահե Շահվերդյանի շատ սիրելի Վահե Շահվերդյանի հեռանալուց հետո եւ դա նորմալ է, այդպես միշտ է լինում, երբ որ մեծ արվեստագետ է գնում, այդտեղ կա խնդիրներ եւ նույնիսկ մի պահ ասենք թվում էր թե ճգնաժամային է շատ, որտեղ վերջերս ինչ նայել եմ այդքան էլ հետաքրքիր չէր եւ ուղղակի Դավիթ Հարությունյանը, որը թե Գորիսի, թե Վանաձորի թատրոնում արել է բեմադրություններ նախորդ սեզոնում, Գորիսում Աբուլալա Մահարի, եւ երբ որ լսում ես պլաստիկ ներկայացում Գյումրու թատրոնում, ասում ես ոնց, ներողություն Գորիսի թատրոնում, որտեղ գիտենք, որ այնտեղ ստեղծագործական ռեսուրսը շատ լուրջ խնդիրներ ունի, եւ Չարենցը, որը Դավիթն արել էր Վանաձորի թատրոնում եւ այնտեղ շատ լավ նաեւ դերասանական աշխատանքներ կային,
ես կարծում եմ, որ դա շատ արժանի մրցանակ էր, որովհետև իրոք ցավոք սրտի այդ թատրոնի ռեսուրսները, անկախ ռեժիսորը, որ սենց մեջտեղից էլ ճղվեր ժողովրդական լեզվով ասած, հնարավոր չի անել այն ներկայացումները, որոնք սենց ասես վաու, բայց այն, որ Դավիթը հասել էր նրան, որ այդ ներկայացումները լրիվ ուրիշ level բերեցին այդ թատրոն, դա բրավո ուղղակի։ Մի քիչ անցյալից խոսենք, ինչպես սկսվեց արտավազդը, ինչպես սկիզբ առավ արտավազդը, որտեղից սկիզբ առավ։ Դա Երվանդ Ղազանչյանի մտահղացումն էր, գրեթե պատերազմից անմիջապես հետո ինքը սկսեց ասել, որ բոլոր երկրները ունեն իրանց թատերական մրցանակը, մենք ինչու չունենք, եւ առաջի անգամ, եթե չեմ սխալվում, 96 թվականին արտավազդ տրվեց, բայց այն ժամանակ մրցույթային չէր։ Առաջի 2 կամ 3 տարին դա ոնց որ հիմա մենք տալիս ենք ամբասիր ծառայության համար, այդպես վարպետներին, անվանի իրենց շատ մեծ ավանդը ունեցած Գոհար Գասպարյան, Սոս Սարգսյան, Տիգրան Լևոնյան, Վարդուհի Վարդերեսյան, այս տարի էլ մեծարվեցին կներեք արժանավորները, Դավիթ Հակոբյանը, Տիկին Գրետ Ամեջյանը։ Այդ անվանակարգը մենք միշտ ունենք եւ իդեպ ասեմ, որ ես այնքան ուրախ էի, որ երիտասարդությունը այդպես 5 րոպե բրավո գոռաց մեր վարպետներին եւ դու հասկանում ես, որ այդ կապը, այդ ավանդույթները չեն կորում եւ այդ ակնածանքը կա։ Իսկ 99 թվականից արդեն արտավազդը դարավ կոնկուրսային, սկզբից բավականին քիչ էին, հիմա հստակ չեմ հիշում, բայց ընդհանրենք 6-7 անվանակարգ կար, բայց քանի զարգացավ հայ թատրոնը, քանի ինչ որ նոր արարությունները մտան, մենք հիմա ունենք ինչպես տեսակ առանձին երաժշտական ներկայացում, պլաստիկ ներկայացում, կամերային ներկայացում, առանձին երիտասարդական բլոկ, որը մրցողները շատ են եւ դա ցույց է տալի, որ թատրոնը ապագա ունի։ Շատ ուրախալի է, շատ հաճելի է եւ նաև շատ մի հուզիչ իրողություն այս փառատոնը, այս տարվա ներողություն մրցանակաբաշխությունը դուք նվիրել էիք մեր մեծանուն, մեր հանճարեղ թույլ տամ ինձ ասել դերասանուհի հայ բեմի Զարդ Մետաքսյա Սիմոնյանին։ Եվ դա նույնպես անցյալը հիշելու, անցյալին տուրք տալու ձեր կարողությունն էր եւ ձեր առաքինությունը։ Եվ դա շատ կարևոր է, որտեղ առանց անցյալի ապագա չի լինում եւ մենք միշտ աշխատում ենք այդ մեծ արտիստներին այդպես գոնե այդ 5-10 րոպեն դուրքը մատուցել, մեր շնորհակալությունը իրանց ասել։ Շնորհակալ եմ, որ մեր զրուցակիցը եղաք այսօր։ Կարծում եմ էլի կլինեն հանդիպումներ, խոսենք ավելի լավ երևույթներից, կարծում եմ եկող տարի եթե ձեզ հետ հանդիպենք եւ հույս ունեմ, որ անպայման կհանդիպենք, խոսենք արդեն արտավազդ ամենամյա մրցանակաբաշխության նոր ձեռքբերումների մասին եւ նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության նոր ձեռքբերումների, նոր նվաճումների մասին, իսկ հիմա ես իրոք որ ողջավորված եմ, որովհետև շատ լավ գործեր եք արել եւ Աստված ձեզ կանաչ ճանապարհ պարգևի եւ մեծ ստեղծագործական հաջողություններ եմ ցանկանում ձեզ։ Իսկ ես ուզում եմ դիմել ձեր ունկնդիրներին եւ ասել, որ այնուամենայնիվ արտավազդ ինչ որ այսպես բաներ է ցույց տալիս եւ այն ներկայացումները, այն մարդկանց, որոնք այս տարի ընդհանրապես գնալ թատրոն եւ նայել ներկայացումներ շատ հետաքրքիր բաներ կան։ Այո, եկեք ձեզ հետ միասին կոչ անենք, որ մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները ավելի շատ գնան թատրոն, ավելի շատ լինեն թատրոններում, որովհետև իրոք որ մեր թատերական կյանքը կարծես թե լայն իմաստով իմ կարծիքով, եթե կհամաձայնվեք ինձ հետ այսօր վերելք է ապրում, կարելի ասել։ Մեր կյանքի բոլոր դժվարություններով հանդերձ, բոլոր խնդիրներով հանդերձ շատ ուրախալի է, որ մեր թատրոնը այսօր վերելք է ապրում եւ նաեւ այդ ամենում ունեք մասնակցությունը նաեւ դուք։ Շնորհակալ եմ։ Armix News-ի եթերում ժամանակիցային հաղորդաշարի հերթական թողարկումներ, մեր զրուցակիցն էր Հայաստանի թատերական գործիչների միության փոխնախագահ Սոնա Մելոյանը։ Սիրելի բարեկամներ, խնդրում եմ սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր ալիքին եւ դիտել մեր հետաքրքիր թողարկումները։ Շնորհակալություն, այսօր այսքանը կհանդիպենք։